Բարև ձեզ։ Կառավարության նիստից հետո ավանդական դարձած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին պատասխանել է նաև Ստեփանակերտի մայր տաճարի եւ այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմային առնչվող հարցերին։ Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք մեղմ ասած պարունակում են բավականին մտահոգիչ երանգներ։ Փաշինյանը ասում է, ինչ կանեինք մենք, եթե Արցվաշենը վերադառնար մեզ եւ մենք տեսնեինք, որ այնտեղ կառուցված է մզկիթ։ Այլ կերպ ասած, նա այդպիսով փորձում է հիմնավորել, որ Ադրբեջանը միանգամայն իրավասու էր քանդել այն, ինչ եղել է վերջին 30 տարիների ընթացքում, երբ Արցախը չի եղել ադրբեջանական վերահսկողության կամ ենթակայության ներքո, երբ Արցախը եղել է հայկական, երբ Արցախը կառավարել են արցախցիները։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը վառում է կանաչ լույս Իլհամ Ալիևի առաջ քանդել ամեն ինչ կկամենա։ Մեծ հաշվով սա ցավոք սրտի նորություն չէ, այսինքն պաշտոնական Երևանը նոր չէ, որ հրաժարվել է Արցախում հայկական հետքի որևէ նմուշ պաշտպանելուց։ Եվ այս իմաստով քննարկել Երևանի մոտեցումը Ստեփանակերտի մայր տաճարի վերաբերյալ, դրա ավիրման, դրա հանդեպ ադրբեջանական պետական վանդալիզմի վերաբերյալ, ես կարծում եմ նույնիսկ ավելորդ է։ Այստեղ ամեն ինչ ցավոք սրտի չափազանց պարզ է։ Արցվաշենի օրինակը ուշադրության արժանի է, սակայն մեկ այլ տեսանկյունից։ Ես կարծում եմ եւ անգամ համոզված եմ, որ այդ օրինակը ամենևին պատահական չէ, որ բերվել է մեջտեղ։ Ուշադրության արժանացնենք, Արցվաշենի օրինակը բարձրաձայնվում է Ստեփանակերտի մայր տաճարի վերաբերյալ հայաստանյան դիրքորոշման կամ դրա բացակայության համատեքստում բացատրության շրջանակում, այդ օրինակը բարձրաձայնվում է նախօրեին Աղվերանում հայ-ադրբեջանական սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հանձնաժողովների նիստից հետո։ Գիտենք, որ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ եւ նրանք Հայաստանում քննարկել են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցեր, ոչ միայն այդ հարցերը, բայց տեղի է ունեցել այդ հանձնաժողովների նիստ։ Իդեպ դա պատասխանն էր ամիսներ առաջ հայաստանյան հանձնաժողովի ադրբեջանական այցին, երբ նիստ էր եղել Գաբալայում։ Այսպիսով, Աղվերանում տեղի ունեցած այդ նիստի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի մայր տաճարի վերաբերյալ հարցին պատասխանելիս խոսում է Արցվաշենի վերադարձի օրինակով։ Ինչ կանեինք մենք, եթե Արցվաշենը վերադարձնեին մեզ եւ մենք տեսնեինք, որ այնտեղ կառուցվել է մզկիթ։ Ես այստեղ մի կողմ եմ թողնում այն, որ տարիներ առաջ Ռուբեն Վարդանյանը նորոգեց Շուշիի մզկիթը։ Նորոգեց ցույց տալու համար, թե ինչպիսին է հայկական քաղաքակրթությունը։ Ցույց տալու համար, որ հայկական քաղաքակրթությունը այնքան հին է, տարողունակ, բովանդակային եւ խորը, որ բացարձակապես չունի որևէ այլ քաղաքակրթության եւ մշակույթի հանդեպ վանդալիզմով ինքնահաստատվելու կարիք։ Այլ կերպ ասած, մզկիթի օրինակը հայկական քաղաքակրթությունը, հայկական միտքը հերքել է ընդամենը տարիներ առաջ։ Եվ Նիկոլ Փաշինյանը ներկայումս այդ օրինակը բերում է ընդամենը Ադրբեջանին Արցախում վանդալիզմի թողտվության այդ քաղաքականությունը պատկերավոր բացատրելու համար, ապավինելով թերևս այդ լսարանի, այդ օրինակը սպառող լսարանի, այսպես ասենք, մակերեսային դիտարկումների եւ մակերեսային ընկալումների կանխավարկածով։ Այդուհանդերձ Արցվաշենի օրինակը, ինչպես նշեցի, ուշադրության արժանի է նաև այլ եւ բավականին լուրջ համատեքստում։ Օրինակը բերվում է նախօրեին տեղի ունեցած հանձնաժողովների հայ-ադրբեջանական նիստից հետո։ Իսկ ինչ է նշանակում Արցվաշենի օրինակը։ Այդ ինչ օրինակ է։ Վերադարձնել Արցվաշենը նշանակում է, որ Հայաստանն էլ վերադարձնում է, այսպես ասած, ադրբեջանական անկլավները, այն տարածքները, որ Ադրբեջանը համարում է անկլավ, համարում է, որ իրեն են պատկանում, եւ Երևանը փաստացի շատ վաղուց, դատելով պաշտոնական հայտարարություններից,
ընդունել է Ադրբեջանի այդ այսպես ասած իրավունքը։ Վերադարձնել Արցվաշենը հնարավոր է, երբ մենք էլ վերադարձնում ենք այդ անկլավները։ Եվ ահա այստեղ է, որ շատ հետաքրքիր է Արցվաշենի օրինակի բարձրաձայնումը, որը իր տողատակում ունի հենց այս հանգամանքի առումով հանրության ականջին որոշակի լսեցման նշանակություն, հանրության ականջը այս թեմային վարժեցնելու նշանակություն։ Սա թերևս վկայում է, որ օրակարգում է, սահմանազատման և սահմանագծման օրակարգում է այսպես կոչված անկլավների թեման։ Ինչ է նշանակում այս թեման։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը այդտեղ բավարարելով իր մոտեցումներն ու պայմանները, այսպես ասած ստանալով անկլավները, ռազմավարական անշրջելի և չափազանց լուրջ գերակայություն է հաստատելու Հայաստանի կոմունիկացիոն ամբողջ կառուցվածքի վրա։ Եթե դիտարկում ենք Արցվաշենը և այդ անկլավները համեմատության մեջ, ապա տեսնում ենք, որ ռազմավարական դիրքի և նշանակության առումով այստեղ համեմատության եզր անգամ չկա։ Ես դեռ չեմ խոսում այդ ամենը իրացնելու ուժերի բալանսի մասին, կարողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ համակարգի և բովանդակության մասին։ Խոսում եմ պարզապես ռազմավարական դիրքավորման մասին, այստեղ համեմատության եզր անգամ չկա։ Եվ եթե Ադրբեջանը ստանում է այդ իր ասած անկլավները, ապա հաստատում է Հայաստանի նկատմամբ ռազմավարական լրջագույն գերակայություն։ Եվ հիմա, երբ Աղվերանյան նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշում է Ստեփանակերտի մայր տաճարի վերաբերյալ դիրքորոշումը բնորոշել կամ բացատրել Արցվաշենի օրինակով, ըստ իս սա ամենևին պատահական օրինակ չէ, որը անմիջապես հաջորդում է Աղվերանյան նիստին։ Ես առիթ ունեցա ասելու մի քանի օր առաջ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը չի մեկնարկում տարօրինակորեն։ Կանոնադրության և աշխատանքային ուղղության հյուսիս-հարավ տրամաբանության համաձայնեցումից հետո գրեթե 1.5 տարի անց։ Եվ եզրակացությունս այն է, որ չի մեկնարկում, որովհետև այդ մեկնարկը ենթադրում է քայլեր և համաձայնություններ, որոնք չեն բխում Հայաստանի շահից, հետևաբար նախընտրական շրջանում կամ դրանից որոշակի ժամանակ առաջ այդ համաձայնությունների իմպլեմենտացիան բերելու էր Նիկոլ Փաշինյանի համար նախընտրական հարվածների, նախընտրական միավորների լրջագույն կորստի։ Եվ հետևաբար այդ ամենը թողնված է ընտրությունից հետո ժամանակահատվածին։ Ըստ այդմ, վերադառնալով օրինակին, Արցվաշենի օրինակի բարձրաձայնումը պետք է լինի ահազանգ Հայաստանի հանրության ականջի համար, թե ինչ թեմաներ են քննարկվում, որովհետև մենք գիտենք, որ Ադրբեջանը պաշտոնական տարբեր մակարդակով պարբերաբար հայտարարել է, որ հետամուտ է այս օրակարգին։ Եվ հասկանալի է, թե ինչու է հետամուտ, որովհետև, ինչպես նշեցի, սա ռազմավարական հսկայական գերակայություն է Հայաստանի ամբողջ ենթակառուցվածքային համակարգի նկատմամբ, ընդ որում ոչ միայն աշխարհագրական իմաստով։ Պատկերացնենք, թե դեմոգրաֆիական ինչպիսի խնդիրներ կարող է լուծել Ադրբեջանը այդ գերակայությունը հաստատելով և այդ տարածքները ձեռք բերելով։ Եվ այստեղ գանք այդ 300,000 ադրբեջանցիների խնդրին։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք չպետք է բարձրաձայնենք այս մասին, չպետք է խոսենք այս մասին և առավել ևս չպետք է խոսենք արցախցիների Արցախ վերադարձի իրավունքի մասին, որովհետև Ադրբեջանը այդպիսով ստանում է իրավունք բարձրաձայնել ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ։ Սա հասկացությունների նենգափոխման հերթական մի պարզ օրինակ է։ Նախ, առաջինը, Ադրբեջանը բացարձակապես չի կապում այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեման արցախցիների վերադարձի խոսակցության հետ։ Ադրբեջանը խոսում է Արևմտյան Ադրբեջան ծրագրի և այդ շրջանակում արցախցիների ներողություն ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, անկախ այն բանից Հայաստանը կխոսի արցախցիների մասին, թե չի խոսի։ Եվ այս տեսանկյունից բոլորովին վերջերս Իլհամ Ալիևը միջազգային համաժողով էր կազմակերպել Արևմտյան Ադրբեջանի թեմայով, որտեղ հանձնարարում էր ադրբեջանական պետական և ոչ պետական կառույցներին, նաև գիտնականներին առաջ մղել այս հարցը
ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը թե միջազգային հարթակներում, թե Հայաստանի հետ հարցերում եւ առաջ մղել ոչ միայն պարզապես մարդկանց ֆիզիկական վերադարձի իմաստով, այլ մշակութային ժառանգության, քաղաքական իրավունքների եւ այս ամենի փաթեթ անվտանգային ինչ-որ համակարգի իմաստով։ Կրկնեմ, այս մասին ուղիղ հանձնարարություններ տալիս է Իլհամ Ալիևը, հայտարարելով, որ այդպես է, որ կհաստատվի խաղաղություն։ Այլ կերպ ասած, սա ադրբեջանական պատկերացումներում պայման է եւ այս գնահատականը ոչ թե պարզապես բնորոշում է, այլ փաստի արձանագրում, որովհետեւ Ալիևը այդ մասին խոսում է շատ հստակ եւ հետո բնականաբար խոսում են նրա ենթակաները, ընդ որում ոչ միայն պետական, պաշտոնական, այլ նաեւ ոչ պետական ենթակաները։ Ես հիշեցնեմ, ամիսներ առաջ Երևանում կազմակերպվել էր համաժողով, այսպես ասած ոչ կառավարական շրջանակով, որին մասնակցում էր նաև Ադրբեջանից եկած քաղաքագետ։ Ոչ միայն ինքը, բայց նաև այդ քաղաքագետը, որը բարձրաձայնում էր հետևյալը. Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, եղել է մեծ համայնք եւ այդ համայնքը պետք է ունենա քաղաքական իրավունքներ։ Վերականգնվելուց հետո պետք է ունենա նաև քաղաքական իրավունքներ։ Ես եւ շատ շատերը արձանագրել են, որ Ադրբեջանում չկա ոչ պաշտոնական հարթություն, կա ընդամենը պաշտոնական քաղաքականության եւ ռազմավարության ոչ պաշտոնական կից գործող մեխանիզմ, որը բարձրաձայնում է ուղիղ այն, ինչ մտածում, պատկերացնում եւ արդեն պաշտոնապես օրակարգ բերելու աշխատանք է իրականացնում Ադրբեջանի իշխանությունը։ Ըստ այդմ, երբ Հայաստանի իշխանությունը փորձում է Հայաստանի հասարակությանը համոզել, թե այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ծրագիրը ուղիղ կապված է կամ հայելային ձևով կապված է Արցախի վերաբերյալ խոսակցությունների հետ, սա այլ բան չէ, քան իրավիճակի եւ իրականությանն ենգափոխում։ Եվ ավելին, այստեղ կա մեկ այլ վտանգավոր շերտ։ Արցախցիները ունեն վերադարձի միանգամայն լեգիտիմ, միջազգայինորեն լեգիտիմ իրավունք։ Ադրբեջանցիների վերադարձի հարց, որպես այդպիսին, որպես իրավական կատեգորիա, գոյություն չունի եւ չի կարող ունենալ, որովհետեւ ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են ոչ թե բռնի գործողությունների հետևանքով, այլ ինքնակամ։ Ադրբեջանցիները հեռացել են ազատորեն տնօրինելով իրենց գույքը ունեցվածքը։ Շատերը ստացել են փոխհատուցում Հայաստանի մինիստրների խորհրդի որոշմամբ, դեռևս խորհրդային Հայաստանի։ Շատերը հրաժարվել են փոխհատուցումից եւ փոխանակել են բնակարանները Ադրբեջանում հայերի հետ, ընդ որում շատ անհամարժեք փոխանակմամբ, որովհետև ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը Հայաստանում եղել է գյուղաբնակ, իսկ Ադրբեջանում հայերի մեծամասնությունը եղել է քաղաքաբնակ եւ բավականին բարեկեցիկ։ Այդ հայերը ստիպված են եղել անհամարժեք պայմաններով փոխանակել իրենց տները, որովհետև օր առաջ փութացել են հեռանալ Ադրբեջանից Սումգայիթում, Բաքվում եւ այլ բնակավայրերում աղաղակող բռնություններից եւ փաստացի ցեղասպան տրամաբանությամբ գործողություններից հետո, որովհետեւ նրանց հետապնդել են մեկ նպատակով. այդ մարդիկ եղել են հայ։ Տասնյակ զոհեր, բազմաթիվ վիրավորներ եւ 100,000-ավոր մարդիկ փութացել են իրենց բավականին բարվոք բնակարանները անգամ հավաբնի հետ փոխանակել Հայաստանում որևէ ադրբեջանցու հավաբնի հետ փոխանակել միայն թե արագորեն դուրս գան Ադրբեջանից։ Իսկ ադրբեջանցիները այդ ամենը տնօրինել են միանգամայն ազատ առանց որևէ բռնության ռիսկի։ Ես նկատի ունեմ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները։ Եվ հետեւաբար վերադարձի այսպես ասած իրավական հիմք չի կարող գոյություն ունենալ, որպես այդպիսին, որպես քաղաքական օրակարգ։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը արցախցիների վերադարձի իրավունքի միանգամայն լեգիտիմ միջազգային հիմքերը հավասարեցնում է ադրբեջանցիների վերադարձի այսպես կոչված մտածածին իրավունքի մասին, հավասարեցնում է մտածածին իրավունքին, ապա այստեղ լեգիտիմացնում է այդ իրավունքը առնվազն Հայաստանի դիրքորոշման տեսանկյունից։ Ինչ է ստացվում։ Մենք չխոսենք մեր իրավունքի մասին, որ ադրբեջանցիներն էլ չխոսեն իրենց իրավունքի մասին։ Մինչդեռ, կրկնեմ, ադրբեջանցիները չունեն այդ իրավունքի մասին խոսելու հիմք, բայց
պաշտոնական Երևանը թվում է թե ներկայացնելով այդ իրավունքի մասին խոսակցությունը, այդ վերադարձի օրակարգը չեղարկելու մոդել, չխոսել մեր իրավունքների մասին, նրանց տալիս է վերադարձի հավասար իրավունք, լեգիտիմացնում է նրանց վերադարձի իրավունքը առնվազն հայ-ադրբեջանական օրակարգի տեսանկյունից։ Իսկ հետո, որպես կանոն, այդ օրակարգի հանդեպ միանգամայն լոյալ վերաբերմունք են ձևավորում միջազգային խաղացողները, որովհետև նրանց գործնականում պետք չէ միջամտել հայ-ադրբեջանական որևէ համաձայնության, եթե Ադրբեջանը կարողանում է Հայաստանին թելադրել իր օրակարգը։ Որևէ մեկը չպետք է իր հոգսերը թողնի եւ զբաղվի Հայաստանը ադրբեջանական թելադրանքներից ազատելու կամ ապահովագրելու գործով։ Ահա սա է տեղի ունենում այդ այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեմայում։ Հայաստանը գործնականում Ադրբեջանին տալիս է իրավունքի լեգիտիմացման հնարավորություն։ Եվ այստեղ նաև խաբկանք է կամ խաբուսիկ է այն, թե արդյոք իրականանալի է այդ գործընթացը տեսանելի ապագայում։ Հարցն այստեղ ժամկետները չեն։ Ադրբեջանը որպես առաջին քայլ գնում է իրավունքի ամրագրմանը։ Ադրբեջանցիները ամենևին չեն շտապում 1 ամիս կամ 1 տարի կամ նույնիսկ գուցե 5 տարի հետո Հայաստանում տեղավորել 300,000-ին։ Թեպետ դեմ չեն լինի, եթե իհարկե չհանդիպեն որևէ խոչընդոտի։ Դեմ չեն լինի անել դա ընդամենը 5 շաբաթում անգամ կամ սկսել թեկուզ 5 շաբաթում։ Այդուհանդերձ ադրբեջանական ռազմավարությունը նախ իրավունքի անբեկանելի ամրագրումն է։ Եվ այստեղ հետո իրենց համար բացարձակ կապ չի ունենալու, մենք խոսում ենք Արցախի մասին, թե ոչ։ Որովհետև կրկնեմ, Ադրբեջանը գործելու է այլ տրամաբանությամբ։ Վարչահրամայական մեխանիզմով Ադրբեջանը գտնելու է մարդկանց, որոնց տեղավորելու է Հայաստանում։ Հայաստանը չի կարող նույն մեխանիզմով գտնել ռեսուրս, որոնց կտեղավորի Արցախում ադրբեջանական ենթակայության ներքո։ Ադրբեջանը կգտնի այդ ռեսուրսը նաև Թուրքիայի շնորհիվ։ Այստեղ հաճախ խոսվում է այն մասին, որ այդ ռեսուրսը կգտնեն ադրբեջանական բանտերում։ Այո, նաև բանտերում, բայց պետք չէ մոռանալ Մերձավոր Արևելքը, Մերձավոր Արևելյան գոտում տասնյակ հազարավոր մեղմ ասած կասկածելի վարքի տեր խմբեր, զինյալներ եւ այլն, որոնց օրինակ մի մասին օգտագործեցին 44-օրյա պատերազմում եւ որոնց կարող են նաև օգտագործել վերադարձող ադրբեջանցիների քողի ներքո Հայաստանում տեղավորելու գործընթացում։ Այլ կերպ ասած, Ադրբեջանին բացարձակապես չի հուզի, մենք խոսում ենք Արցախ վերադարձի իրավունքի մասին, թե ոչ։ Նրանք առաջ են մղելու իրենց օրակարգը եւ առաջ են մղելու բավականին հետևողականորեն։ Ահա այստեղ է, որ Երևանի դիրքորոշումները ոչ թե ձևավորում են այդ օրակարգի հանդեպ ստրատեգիական հակազդեցության միջավայր եւ հնարավորություն, այլ հակառակը, Ադրբեջանի համար են ստեղծում պարարտ միջավայր նախ այդ իրավունքը ամրագրելու առաջին քայլը ամբողջացնելու համար, որից հետո ադրբեջանցիները չեն հապաղի անցնել արդեն երկրորդ քայլին։